Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Մինասյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ միացաք։ Տիկին Մինասյան, Ադրբեջանի դատախազը պահանջում է, որ ՑՄ ազատազրկման դատապարտեն Արցախի ռազմաքաղաքական 5 ղեկավարներին, նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին, ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Սա է ձեր բերած խաղաղությունը, Տիկին Մինասյան, որ պատանդներին հնարավոր չի լինում վերադարձնել Բաքվից։ Մի բան էլ տեսնում ենք, որ այս կեղծ եւ շինծու մեղադրանքներով դատավարություններ, որոնք անցնում են առանց անկախ լրագրողների եւ իրավապաշտպանների մասնակցության, այսպիսի վճիռներ են կայացվում կամ առնվազն այս դեպքում պահանջ է ներկայացվել դատարանին։ Շնորհակալ եմ հարցադրման համար։ Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությունը դա գործընթաց է եւ խաղաղության գործընթացին պետք է շատ նրբանակատորեն մոտենալ եւ մեր դիրքորոշումը գերների հարցում ինչպես եղել է այդպեսին էլ կա։ Մենք ամենօրյա աշխատանք ենք կատարում թե մեր միջազգային գործընկերների թե ուղիղ բանակցությունների ընթացքում նրանց շուտ վերադարձի եւ այս շինծու դատավարության ավարտի հետ կապված, իսկ ինչ վերաբերվում է արդյոք այսպիսի խաղաղություն ենք ակնկալում, ոչ, գիտենք, որ բացի գերներից շատ այլ խրթին հարցեր կան միջպետական հարաբերություններում, բայց այդ խրթին հարցերը պետք է քննարկվեն եւ բանակցվեն խաղաղ պայմաններում, ուղիղ եւ իհարկե բազմիցս բոլոր հարթակներում մենք հայտարարում ենք, որ գերների շուտապույտ վերադարձը կամ այս դատավարությունը միտված չի խաղաղությանը եւ մենք խնդրում ենք մեր նաեւ միջազգային գործընկերներին միջնորդեն, որպեսզի առնվազն դատավարական գործընթացները գոնե տեղի ունենան ձեր ասած անկախ իրավապաշտպանների մասնակցությամբ կամ գոնե միջազգային հանրության ուշադրության ներքո եւ մենք կարծում ենք, որ դատավարությունները ընդհանրապես շինծու են եւ չպետք է տեղի ունենային, այդ մարդիկ պետք է հետ վերադառնան Հայաստանի Հանրապետություն ինչքան հնարավոր է շուտ։ Կա երկխոսություն այս թեմայով Բաքվի հետ։ Մենք մշտապես բոլոր հարթակներում, ուղիղ բանակցություններում, թե միջազգային գործընկերների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնում ենք այս հարցը։ Տենց խոսակցություն, երկխոսություն չի անցնում առանց այս հարցի արծած։ Տեսեք, հիմա Ադրբեջանը շահագրգռված է, որ ճանապարհը բացվի, կարողանա Ադրբեջանից Նախիջևան գնալ Հայաստանի տարածքով։ Ինչու այս դեպքում, այսպես ասած, դիմացը չեք դնում գերիների հարցը։ Մենք դիմացը դնելու այլ հարցեր ունենք բացի գերիների հարցից, ամենակարևորը մարդկային կյանքերն են, հետո գալիս է արդեն սահմանազատման գործընթացում օկուպացված տարածքներ, հետո գալիս է թշնամական խոսույթ կամ ոչ խաղաղությանը միտված խոսույթ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Այդ ամենը խրթին հարցեր են, որոնք որ ընթացիկ պետք է լուծվեն։ Մեր քաղաքականությունը չի լինելու պայմաններ դնելու կամ այսպես ասած ինձ վերդիկտներ դնելու, որ եթե սա չլինի, սա չեն կանի, սա չլինի, դա այդպես երբեք առաջ չենք գնա։ Մենք խաղաղության հաստատուղթը բանակցելուց ենք նմանատիպ պատերի առաջ կանգնել եւ հասկացել ենք, որ process-ը առաջ գնալու համար մեզ պետք է առնվազն ունենալ դիվանագիտական հաստատված հարաբերություններ, հաստատված խաղաղություն եւ այդ խաղաղ բանակցությունների շնորհիվ անցնել մյուս խրթին հարցերին։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը դնում է պայման եւ այդ պայմանները օրինակ կատարվում են։ Ինչ պայման է դրել, որ այդ պայմանը կատարվել է։ Օրինակ սահմանազատման հետ կապված միջև այդ համապատասխան փաստաթղթի ստորագրումը նրանք առաջարկեցին, որ Տավուշի այդ գիրանցի հատվածից սկսվի սահմանազատումը եւ դա տեղի ունեցավ։ Սահմանազատման գործընթացը մեզ է ձեռք տալիս։ Սահմանազատումը մեր նպատակն է։ Այն 12 կիլոմետր ճանապարհը, որ սահմանազատվել է, Հայաստանի Հանրապետության ձեռքբերումն է։ Այստեղ ոչ մի պահանջի հարց չկա եւ հակառակը ոչ մեկ չի կարող ապացուցել։ Եթե դու ունես հստակ գծված սահման, այդ սահմանը հատելու պարագայում շատ ավելի հեշտ է մատնանշել այդ process-ը, քան թե այն պարագայում, երբ օրինակ հապկ գործընկերները մեզ բարբերաբար ասում են ձեր սահմանը սահմանազատված չի, մենք չգիտենք որտեղով է անցնում Հայաստանի Հանրապետության սահմանը։ Իսկ սահմանազատված սահմանը
Այսօր կարող են լրագրողները այցելել, քաղաքացիները այցելել եւ տեսնել, թե ինչ է նշանակում սահմանազատված սահման եւ սահմանին չկան զինվորներ սահմանի վրա կանգնած, այլ կանգնած է սահմանապահ զորքը եւ ավելի խաղաղ է, ավելի հանդարտ է եւ ավելի քան երևի 30 մետրի վրա է գտնվում դպրոցի խաղահրապարակը, որտեղ երեխաները խաղում են եւ դա է սահմանազատված սահմանի առավելությունը եւ կարծում եմ, որտեղ պահանջի մասին խոսք գնալ չի կարող, այլ դա մեր առաջնահերթությունն է։ Պարզապես այդ 12 կիլոմետրից այն կողմ, եթե շարունակվեր, արդեն Ադրբեջանը պետք է մեծ տարածքներ արդեն վերադարձներ Հայաստանին, բայց գործընթացը մտավ փակուղի։ Փակուղը չի մտել, եթե Հիմա այնտեղ աշխատում են։ Դուք նորություն ասեցիք։ նորություն եմ ասում, այսօր վարչապետը հայտնել է արդեն, որ սահմանազատման գործընթացում երբ մենք կանոնակարգի մեջ հստակ նշված է, չէ, հյուսիսից պետք է իջնենք ներքև, այդ գործընթացը ինքնին տեղի է ունենալու, բայց այդ կանոնակարգը կնքվել էր օգոստոսի 8-ից առաջ։ Մենք այսօր ունենք առաջնահերթություն թրիփ ուղու հետ կապված եւ այդ թրիփ ուղու գազատարի, գազամուղի, էլեկտրական ցանցերի, ճանապարհի եւ երկաթգծի այդ ենթակառուցվածքների համար մեզ պետք է հստակ գծված սահմաններ եւ մենք հիմա անելու ենք սահմանազատում այդ հատվածում, որպեսզի այդ ուղին ենթակառուցվածքը պատրաստի եւ շարունակել ենք բացանալ հյուսիսից հարավ իջնել։ Այսինքն այստեղ process-ը կանգնած չի, process-ը ընթանում է եւ այդ աշխատանքները կատարվում են նաեւ ըստ կանոնակարգի, որը որ կնքել է միակ երևի բարձրագույն փաստաթուղթն է, որ վավերացվել է թե Հայաստանի Հանրապետության ներսում, թե Ադրբեջանի Հանրապետության ներսում։ Տեսեք Տիկին Մինասյան, իմ հարցերից թող ոչ ձեր մոտ, ոչ էլ դիտողների մոտ տպավորություն չստեղծվի, թե ես օրինակ դեմ եմ կայունությանը, խաղաղությանը, հստակ սահմաններ ունենալուն, պարզապես գուցե այս հարցերը նաև ինձ մոտ առաջանում են, որովհետև ի տարբերություն ձեզ ես չունեմ այն տեղեկությունները մանրամասնորեն, որ դուք կարող եք որպես իշխանության ներկայացուցիչ տիրապետել, տնօրինել, բայց արդյոք ինձ մոտ ստեղծված տպավորությունը սխալ է կամ ճիշտ, տեսեք, հիմա թրիփի հետ կապված պետք է Սյունիքում որոշակի հատված սահմանազատվի, չէ, այսինքն արտահերթ գործընթաց է տեղի ունենալը, այսինքն հյուսիսը թողնելու ենք, գանք հարավում գործընթաց անենք եւ անցնելու է ճանապարհ, որը բացման շահագրգռված է նաեւ Ադրբեջանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանն է դա ձեռնտու։ Հիմա չի ստացվում, որ այն կետերում է լինում սահմանազատում, որտեղ Ադրբեջանին է շահեկան։ Նորից եմ կրկնում, սահմանազատումը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, դրա հետ համակարծիք ենք իրար հետ։ Հիմա մեզ առաջնահերթության համար տրվում է թրիփի ուղին, որովհետև կնքվել է պայմանագիր, կնքվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթուղթ եւ այդ ենթակառուցվածքը Հայաստանի Հանրապետության համար օդ ու ջրի պես պետք է օդերը բացել։ Ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության տնտեսությանը նոր շունչ է հաղորդել։ Եթե մենք դրան առաջնահերթություն չտանք, ասենք պետք է բարձրանանք վերևից, իջնենք, հասենք Մեղրի, դա կարող է շատ երկարատև process լինել։ Ենթակառուցվածքը սպասի, ներդրումները սպասեն, մինչև այդ տեղի ունենա։ Մենք կանոնակարգը կնքել ենք օգոստոսի 8-ից առաջ։ Մեր խնդիրը այն է, որ օգոստոսի 8-ից հետո իրողությունն է փոխվել։ Հիմա ճկունություն չցուցաբերենք, որն է մեր շատ լավ։ Ճկունությունը մեզ է անհրաժեշտ, ճանապարհն է մեզ անհրաժեշտ, սահմանազատումն է մեզ անհրաժեշտ։ Ես այս հարցերի տրամաբանությունը հասկանում եմ եւ շատ ընկալելի է ինձ համար, երբ հասարակության մոտ, քաղաքացիների մոտ սկեպտիկ վերաբերմունք կա այս ամեն ինչին եւ հավատ, որ ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ կգնա այնպես, ինչ որ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, ամեն ինչ այնպես կլինի, ինչպես հայտարարվում է փաստաթղթերում կամ գրված է, այդ վերաբերմունքը կասկածամտություն է, շատ ընկալելի է։ Ինձ համար ընկալելի չի նույն վերաբերմունքը կամ հակառակ դիրքորոշումները ընդդիմության եւ այլ, չասեմ մեդիա, բայց որոշ ներկայացուցիչների կողմից, որոնք հարթակների են տիրապետում, որովհետեւ ընդդիմանալ իրականությանը, ընդդիմանալ նրան, որ ապաշրջափակված Հայաստանի Հանրապետությունը առավել զարգացած է, քան երկու ընդհանրապես բաց սահմաններով Հայաստանի Հանրապետությանը, դա դեմագոգիա է, ուրիշ ոչինչ։ Այս դեպքում երաշխիքը ո՞րն է, որ այս ճկունությունը դրսևորելուց հետո սահմանազատումը այն հատվածներում էլ կարվի, որտեղ Հայաստանի համար են բարենպաստ լինելու, օրինակ Ջերմուկը, Գեղարքունիքը, Ինքը հաստատում։
երաշխիքը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ունենալու է միջպետական սահման, սահմանազատված եւ սահմանագծված։ Եվ այդ փաստաթուղթը վավերացվել է Հայաստանի Հանրապետությունում եւ իմիջիալույս դա առաջին եւ միակ փաստաթուղթն է, որ երկու պետություններն էլ անցել են վավերացման բոլոր փուլերը։ Կառավարություններ, ազգային ժողովներ, իրենց մոտ նախագահն է ստորագրում, մեր մոտ ազգային ժողովն է ընդունում եւ արդեն գնում այլ մակարդակի այդ փաստաթղթի մեջ նշված բոլոր կետերը պետք է տեղի ունենան։ Այլ երաշխիքներ դրան չի կարող լինել։ Ուզում ասեմ, մենք ինչ երաշխիք ենք ակնկալում։ Այս երաշխիք բառը մեր հասարակության մոտ շատ հաճախ ներդրված սիմպտոմ է, որ մեզ ինչ որ մեծ ուժ, մեծ ձեռք է պետք, որ մենք կարողանանք գոյատևել կամ բանակցել կամ մեր հարևանների հետ հարաբերություններ հաստատել։ Մենք տեսանք այդ մեծ ձեռքի ազդեցությունը եւ կարծում եմ մեզ տեսանք նաև երկկողմ բանակցությունների արդյունքը եւ կարծում եմ ակնհայտ է, որ նա ավելի ձեռնտու Հայաստանի Հանրապետության ցանկացած մեծ ձեռք իր ձեռքի մի շարժումով իր շահերն է նաև փոխում այն ամեն ինչից, ինչ բանակցում են երկու պետություններ։ Դե հիմա տեսեք, Տիկին Մինասյան, այս ամեն ինչի ֆոնին ճանապարհի շուրջ այսօր Նիկոլ Փաշինյանն էլ բավականին մանրամասներ է բացել Ալիևի հետ պայմանավորվածություններից, նշելով, որ որոշել են գազամուղն ու էլեկտրական գծերը առաջնահերթ կառուցել, որովհետև դրանք արագ կլինի։ Այս ցորենի պատմություն էլի, որ սենց դրական ներկայացվեց եւ այլն, բայց սրան զուգահեռ Ադրբեջանում այսպես կոչված ճակերտավոր արևմտյան Ադրբեջան կեղծ թեզն է գնալով այսպես միսու արյուն ստանում, մեծանում, Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը համեմատում է փոքրիկ երեխայի հետ, ասում է պետք է խնամենք, որպեսզի մեծանա եւ այլն, Ադրբեջանում էլ մի այլ երեխա են մեծացնում, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան անով, բայց սա ինչպես հասկանանք։ Չհասկանանք։ Մենք մեր գործողությունները Բայց դա մեր տարածքին է վերաբերվում։ Նորից եմ կրկնում, չհասկանանք ու Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը մշտապես հնչել է դեռևս ամենասաղմնային իրավիճակում, երբ Արևմտյան Ադրբեջան խոսույթ էր գեներացվում։ Արևմտյան Ադրբեջան խոսույթը հիմնականում ներքաղաքական, երկրի ներսի համար խոսույթ է ձևավորված։ Բայց ստեղ հականդեմ հարց ենք մենք մշտապես բարձրացնում։ Երբ դուք ադրբեջանցի գործընկերներ մեզ ասում եք, որ հայի երես չենք ուզում տեսնենք սահմանը հատելուց եւ դեպի Նախիջևան գնալուց, մենք այդ հականդեմ հարցը բարձրացնում ենք։ Եթե հայի երես չեք ուզում տեսնեք եւ վախենում եք սահման հատելու ուղղակի բեռնատարով կամ երկաթ գծով, ինչպես եք պատրաստվում գալ Հայաստանում վերաբնակեցվել կամ, չգիտեմ, փախստականները վերադարձվել։ Այս լեգիտիմ հարցադրումը մենք տալիս ենք նաև միջազգային հարթակներից, բայց ամենակարևորը մենք մշտապես ասել ենք փախստականների հետ վերադարձի խոսույթը չի նպաստում խաղաղությանը։ Եվ մենք ոչ միայն ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ խոսակցությունների ընթացքում, նաև այլ միջազգային հարթակներում, մատնանշելով օգոստոսի 8-ում մատնանշված էտերը, նաև այդ հռչակագրի մեջ կետ կա, որպեսզի խոսույթները պետք է միտված լինեն խաղաղությանը, քաղաքական իշխանության խոսույթների նկատի ունեմ, մենք մատնանշելով դա, նաև մատնանշելով, որ երրորդ երկրի վկայություն եւ ստորագրություն կա այդ փաստաթղթի տակ, միջազգային հարթակներում բարձրացնում ենք, որ այդ ներքաղաքական խոսույթը այլ միջազգային դաշտ պետք չի բերել, որովհետեւ դա չի նպաստում խաղաղությանը եւ իր տակ ընդհանրապես նյարդերի վրա ազդելու միտում ունի։ Իմ համար Օրինակը մենակ մեկ այլ բան։ Ես կարծում եմ մեր հասարակությունը պետք է ընկալած լիներ 21 թվականից ի վեր մեր պետական քաղաքականությունը ինչպիսին է, ինչպես արձագանքել Ադրբեջանից եկած ոչ նպաստավոր խոսույթներին։ Եթե մեր քաղաքացիներին թվում է, որ մենք նույն էմոցիաները չենք զգում, ինչ որ իրանք են զգում այդ խոսույթների ընթացքում, չարչար սխալվում են։ Ես կարծում եմ, որ պետական գործչի առաջնային պարտականությունը այդ խոսույթին ասիմետրիկ պատասխան տալն է։ Նպատակը այն է, որ մենք ունենք վերջնակետ, վերջնակետը մեր խաղաղությունն է, եւ այդ վերջնակետի գործընթացը, խաղաղության գործընթացը ի սկզբանե դրված արդեն օգոստոսի 8-ից պետք է հասցնենք ամենավերջնակետին, որ հասարակությունները կարողանան համակեցություն նորմալ ապահովել եւ դա շատ երկարատև, շատ ջանք պահանջող աշխատանք է իրանից։
գնում եւ անընդհատ լսելով դիմացինի ոչ բարենպաստ խոսույթը, նրան հակադարձելով դարձնում ենք այս ամեն ինչը նույն վերադարձնում ենք հակամարտության փուլ։ Մեզ պետք չի դա, մեր նպատակը խաղաղությունն է։ Մենք պետք չի անընդհատ արձագանքենք, ինքը ասեց, սենց դուք ասեք, նենց որ հոգիներս հովանա։ Հոգիներս հովանա, բայց այն նպատակակետը որ ունենք, դրանից ավելի հեռանանք։ Եթե մենք այդպիսի քաղաքականություն չվարեինք, մենք այսօր չենք հասնելու օգոստոսի 8-ին։ Ես դա վստահեցնում եմ։ Մենք կարանք ատամներս կրճտացնենք, բայց իրականում այնինչ Հայաստանի Հանրապետությունը նպատակակետ ունի անընդհատ խոսել դրա մասին եւ նաեւ մեր հասարակության մոտ։ Տիկին Մինասյան, ձեր մեջքի հետևում գտնվող պլակատի վրա, որ գրել եք ինքնիշխան, ինչու տակնել չեք գրել, որ ձեր իշխանության օրոք ինքնիշխան Հայաստանից տարածքներ են օկուպացվել։ Որոնք գիտեք դուք հայտարարում եք Նիկոլ Փաշինյանը, որ միայն սահմանազատմամբ է հետ բերելու։ Եվ ինչ մեթոդով եք ուզում հետ բերի։ Այդ հարցինի պատասխան հակընդդեմ հարց տամ էլի։ Մեր ընդդիմությունն էլ մինչև օրս չի ասում ինչ մեթոդով է պատկերացնում օկուպացված տարածքների հետ բերումը առանց Խաղաղ ես կոնկրետ ասեմ, ես միշտ խուսափում եմ այս հակընդդեմ հարցերին պատասխանել կամ դիրքորոշում հայտնելուց, բայց ասեմ, խաղաղ ճանապարհով, որը կարծում ենք ակտիվ չի ընթանում։ Արդյունքները կարող է դանդաղեն ձեր համար, որը կընդունեմ որպես մեղադրանք, բայց որ չի ընթանում, չեմ ընդունի։ Իսկ ինչ վերաբերում է ինքնիշխանին, այո, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը ավելի քան ինքնիշխան, քան հիմա է, երբևիցե չի եղել, եւ դրա ապացույցները վառ են եւ ակնհայտ, թե ինչքան տարատեսակ կենտրոններից են փորձում ներքաղաքական խառնիչ աղանջություններ մտցնել, ինչքան տարատեսակ կենտրոններին դուր չի գալիս մեր բազմավեկտոր եւ բալանսավորված քաղաքականությունը, դիվերսիֆիկացման քաղաքականությունը եւ այդ ամենը ակնհայտ է ինքնիշխանության կոնտեքստում։ Իսկ ինչ վերաբերում է տարածքներն օկուպացվել, տարածքները ուժով են օկուպացվել։ Մենք ինքնական, ինքնիշխան տարածքից գետ 1 միլիմետր չենք զիջել, ինչպես կրկնում է ընդդիմությունը։ Իսկ ինչ վերաբերում է իմ հակընդդեմ հարցին, այո, դա տեղի է ունենալու եւ Հայաստանի Հանրապետությանը պատկանող ցանկացած միլիմետր պետք է հետ վերադարձվի։ Տիկին Մինասյան, իսկ այդ դեպքում, երբ որ վարչապետը գործակալների մասին է խոսում եւ ԱԺՆ է մատնանշումում նկատի ունի այս դեպքում։ Ուզում եմ հստակ մեկնաբանել այս գործակալների մասին խոսելը, որտեղ ընդդիմությունը ասում է, ինչի՞ չեք դիմում իրավապահներին։ Մեր ընդդիմության կարծիքով որոշ երկրների գործակալական ցանցերի տվյալները եւ ցանկերը հայտնի են Հայաստանի Հանրապետությանը, թե այդպիսի բան լիներ, վաղուց այդ մարդիկ բանդում կլինեին։ Խոսքը նաև բանակի կոնտեքստում վարչապետը շեշտելով մտածողության մասին է խոսում։ Ուրեմն եկեք հստակ նայենք ինչ է կատարվում։ Երեկվա օրինակով, այլ բան չասեմ, էլի ամբողջս 5 տարին ինչա կատարվելու նույն սցենարն ա եղել, ընդհանրապես երեկվա օրինակով ցույց տա։ Երեք կարծեմ լուրեր են տարածվում, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության որ պաշտոնյա հրապարակումներ է անում Ցորենի հետ կապված եւ ասում է, որ այդ Ցորենը Ուկրաինայից է բերվելու, ինչ որ Եվրոմիությունն է մեզ դրդում այդպիսի քայլեր անել, ինչ որ գումարներ են մեզ տրամադրում դրա համար։ Հետո ինչ որ մեկնաբանում է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը, եթե չեմ սխալվում։ Հետո մեկնաբանում են նաև արտաքին գործերում։ Ես այս Բարձրաստիճան Պաշտոնյանի մեկնաբանությունները ընդհանրապես Ադրբեջանի տարածքով, այլընտրանքային ուղիով Հայաստանի Հանրապետություն հասած ծորերի մասին համարում եմ լավ խանդ դիվերսիֆիկացման է երևի, որ մեր հանրապետություն այլ երկրների տարածքներով կարող է ինչ-որ մթերք գա։ Բայց երբ դա գալիս է հասնում է տեղափոխվում է արդեն ռուսական մամուլ։ Ռուսական մամուլից շատ արագ տեղափոխվում է ազգային ժողով, ընդդիմություն, ընդդիմության շուրթեր, մեկ էլ սենց սահուն տեղափոխվում է ընդդիմադիր մամուլ։ Ըստ ձեզ, դա Հայաստանի Հանրապետության շահից է փոխվում։ Այդ նույն մեղադրանքները, նույն թեզերը, նույն ում շահն է պաշտպանում այսօրվա ընդդիմությունը ազգային ժողովում։ Ում համար է աշխատում ազգային ժողովում, Ռուսաստանի Դաշնության, թե Հայաստանի Հանրապետության։ Այդ հարցի պատասխանը տալու է ժողովուրդը։ Եվ այն խոսույթը, որ կա, որ գործակալական գործելավոճ կա, դա փաստ է, ուղղակի փաստ։ Այս բոլոր թեզերի հաջորդականությունը, որ 5 տարի անընդմեջ է կրկնվում, դա ուրիշ միտք չի կարող տալ։ Ովքեր են գործակալները։
Գործակալներ որպես իրավական կատեգորիա չենք նշում, այլ քաղաքական գնահատական, որ դուք Հայաստանի Հանրապետության շահի համար չեք աշխատում Հայաստանի Հանրապետությունում, այլ նստած եք ազգային ժողովում, ընդհանրապես պաշտպանելու համար Ռուսաստանի Դաշնության շահերը։ Այ մենք օրինակ տեսանք Մոլդովան ընտրություններից առաջ որոշ կուսակցությունների չգրանցեց։ Ինչ եք կարծում։ Առաջ ես կարծում ընտրությունների նախորդին ընդհանրապես արգելափակեց մեկ կուսակցության մասնակցությունը, որտեղ որ քրեական Չէ, երկու, կարծեմ երկու կուսակցության Ինչևէ, Հայաստանում նման դեպք կլինի, թե ոչ։ Իրավական ճանապարհով ապացույցվել էր օտարերկրյա միջնորդությունը ընտրական process-ներին։ Սկսած սոցիալական մեդիայի հարթակներում, թե ինչպիսի գործիքակազմեր օգտագործել, ինչպիսի բոտեր էին սարքել, այդ բոտերը ինչ քաղաքականություն էին վարում, օրինակ TikTok-ում, ինչ խոսույթեր գեներացում էին, ջալոց շատ հետաքրքիր է Մոլդովայի փորձը համեմատելով հայաստանյան իրավիճակի հետ փորձել ուսումնասիրել։ Նույն թեզերը Մոլդովացում համոզում էին, նույն ցանցի գործակալներ չասեմ, բայց նույն ցանցի մասնակիցները, որ մոլդովացիքի ինքնությունը գողանում են, ինքնության դեմ են պայքարում։ Նույն եկեղեցականներին օգտագործել են քաղաքական process-ներում, նույն ազգային ինքնության դեմ պայքարի թեզներին ներարկում մոլդովացիքին, նույն ընտանեկան արժեքների եւ կայունության մասով խոսում էին Ռուսաստանի Դաշնության ծիր վերադառնալու մասին, նույն Ուկրաինացում տեղի ունենում, ձեզ տանելու են եվրոպացիք Ուկրաինայի նման օրը գցեն եւ այս թեզերը ամբողջ մոլդովական դաշտը լցված է եղել։ Եվ ես հիմա որպես պատգամավոր չեմ ուզենա ասենց էքսպերտային մակարդակի նկարագրեմ, ես կուզեմ, որ լրագրողները եւ շատ փորձագետներ մեր հասարակությանը ներկայացնեն ինչպիսի հիբրիդային գործիքներ են կիրառվել հետսովետական պետություններում եւ ոչ միայն Մոլդովայում։ Հիմա Հայաստանի դեմ կա հիբրիդային պատերազմ։ Միանշանակ է ուղղակի եւ այդ Ռուսաստանից։ Ոչ միայն Ռուսաստանից։ Հիբրիդային պատերազմ տերմինը շատ հաճախ ընկալվում է միայն կեղծ տեղեկատվությունների մակարդակի, դա կեղծ տեղեկատվության մասին չի միայն։ Նենց գործիքներ կան հիբրիդային պատերազմի, օրինակ մարդկանց մոտ անընդհատ վախ ներշնչել, որ դուք անվտանգ երկրում չեք ապրում, որ տեղի ունեցող մի կենցաղային հողի վրա դրվագը սպանություն կլինի, ծեծ կլինի, մի ամբողջ մեդիադաշտ միանգամից տիրաժավորում է եւ հասարակության մոտ այդ տպավորությունն է ստեղծում։ Ռուսաստանի մատը խառն է։ Կամ չեն գիտակցում այդ ամեն ինչին։ Մենք տեսնում ենք ռուսական մամուլից եկող այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում մտնող, օրինակ այդ Ուկրաինայից ցորեն բերել Եվրոմիությունից գումար, այդ թեզը Հայաստանում չի ծնվել։ Որտեղից է ծնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ դա Ստացված է, դուք հակադարձեցիք Նիկոլ Փաշինյանին, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է չկա Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ։ Հուսամ WhatsApp-ով նամակ չեք ստանա։ Ես նման խոսույթ էլի չեմ լսել պարոն Փաշինյանից, ինչ որ մեկնաբանություններ եք ասում, որոնք Չէ, ԿՊ համագումարի ճեպազրույցի հատվածում է ասել։ Կոնկրետ Ռուսաստանի Դաշնություն ասված պետություն չի նշել, իմ հիշելը։ Նշել է, հարցը հնչել է Ռուսաստանի տիրույթ բանում տրամադրել։ Ամենայն դեպս ես որպես պատգամավոր շեշտում եմ հստակ մեխանիզմները, որոնք իրականացվել են հետսովետական պետություններում եւ ասում եմ, որ ես նույնը տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում, նույնը տեսնում եմ նաեւ, որ օտարերկրյա լրատվամիջոցներ, մեծ լրատվամիջոցներին պատվիրված հոդվածներ են գրվում այդ լրատվամիջոցների ազդեցությունը նաեւ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար։ Ես տեսնում եմ կեղծ մանիպուլատիվ թեզեր, ես տեսնում եմ հասարակության նուրբ նյարդաթելերի վրա խաղալու եւ անընդմեջ ամեն ինչը ադրբեջանցու եւ թուրքի հետ կապելու միտում, այդ ամենը տեխնոլոգիա, որը կիրառվել է շատ երկրներում, երբ կարդում ես եւ ուսումնասիրում ես եւ գնում տեղում ծանոթանում ես, հասկանաս, որ նույնը տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Մենք չենք կարող աչքներս փակել, ասել, որ այդպիսի բան գոյություն չունի։ Մենք խոսում ենք նաեւ մեր ռուս գործընկերների հետ շատ դեպքերում այս մասին, նաեւ մեդիայի մասին, որ մեր մեդիայում տեղ է գտնում բաներ, որոնք մեր
Շատ չեք թիրախավորում մեդիային հաճախ Տիկին Մինասյանը, այս վերջին շրջանում կարծեք շատ է իշխանությունը սևեռված մեդիայի վրա։ ռուսական Ես մեդիայի մասին։ տեղական հայկական մեդիայի հետ եմ Հա, հարցս։ այդ թեմայի եթե անցնենք արդեն հայկական մեդիային, ես շատ կուզեմ, որ մեր լրագրողները պարկեշտ էթիկային ծանոթներին հարող բոլոր լրագրողները միավորվեն, ստեղծեն էթիկական խմբեր, որպեսզի այն լրատվամիջոցները, որոնք որ Հայաստանի Հանրապետության դեմ են աշխատում, այն լրատվամիջոցները, որոնք օրինակ հեռուստա աշտարակը կարող են հանրային հեռուստաընկերության աշտարակը, որը Երևանի ամբողջ բոլոր ծայրերից երևում է, լուսավորությունը անընդհատ փոփոխվում է, կարող են բռնացնել երեք գույնի վրա եւ ամբողջ մեդիայով տարածել, որ նայեք Ադրբեջանի դրոշն են դրել Հայաստանի Հանրապետության հեռուստաաշտարակի վրա։ Սա ուղիղ հիբրիդային գործիք է հասարակության նյարդաթելերի վրա։ Ուղիղ։ Եվ ես խնդրում եմ, Չէ, բռնությունը դիմակավորված ԱԱԾ-ականներ ուղարկելը, ձեռնաշխտաներ գցելը, ասենց կռացրած տանելը, դա ի՞նչ է։ ով է լրագրող։ Ով է լրագրող այդ ձեր ասած մարդկանցից։ Անտիֆեյքի այն տղան Դավիթ ազգանը չեմ հիշում։ Մարդ ջան, ձեր մասնագիտությունը մի վիրավորեք։ Ձեր մասնագիտությունը մի վիրավորեք։ Ես խնդրում եմ, ես հորդորում եմ ձեզ մարդկանց, որոնք կապ չունեն լրագրության հետ, բլոգերություն կարող է, բայց այդ ազատ շարադրական ոճը հայհոյախոսությամբ լրագրություն չի։ Եվ ընդհանրապես Եթե դա օքեյ, եթե վերցնենք բլոգերությունը, պետք է տենց ԱԱՑ-ն գնա մարդուն այսպես արժանապատվությանը կպնելով, ասենց գետնին կպցնելով տանի։ մեխանիզմները եւ գործիքակազմը ընտրում է իր ապահովակարգը։ Մենք այդտեղ Գուցե փոխեք առաջիկայում ընտրությունները, չվերանտրվեք, գուցե հասցնեք այդ մեխանիզմը փոխեք, որ ձեր վրա չտարածվի գոնե։ Ես մշտապես ուզում եմ մեր հասարակությանը հղում տալ, որ մենք իրապահ համակարգի աշխատանքին չենք խառնվում։ Մենք կարող ենք բարեփոխումներ անել, մենք կարող ենք այնպես անել, որ ցանկացած քաղաքացու հետ շատ հարգալից ոստիկանը շփվի եւ այդպիսի աշխատանք շատ է կատարվել։ Եթե կհիշեք 7 տարի առաջվա ոստիկանությունը, օրինակ, մեկ ճանապարհային ոստիկանությունը եւ այժմյան ոչ մի նմանություն եւ ոչ մի զուգահեռ չեք կարող անցկացնել։ Մենք այդ բարեփոխումները իրականացնում ենք, բայց ինչ վերաբերում արդեն իրավական գործընթացներին, այդտեղ չենք խառնում։ Եվ անընդհատ շեշտելու եմ դրա մասին, մինչև հասարակությունը չասի ինչի չեք սրան դատում, ինչի չեք նրան դատում, այդ խոսությունը մինչև դուրս չգա։ Հիմա ձեր թիմակից ասում եմ, ես մեղադրում են, ասում են Ռոբերտ Քոչարյանն ինչու է ազատության մեջ։ Այո, եւ ամենամեծ մեղադրանքն է եւ դա իմ համար անկալելի մեղադրանք է որպես արդարադատության ծարավ։ Հասկանում եք, ես գիտեմ, որ արդարադատություն ուշացած արդարադատություն չի, բայց ես չեմ ուզում իմ իդեալը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իրավական պետություն լինի, խարխլեմ պոպուլիստական քայլերի միջոցով։ Ես չեմ ուզում ներգործեմ դատարանների աշխատանքի վրա։ Դատական գործընթացներ են գնում։ Նախաքննություններն էլ ավարտվել, քննություններն էլ ավարտվել, դատական գործընթացներ են գնում։ Ես իրավասություն չունեմ որևիցե դատավորի դատական գործընթացի վրա ազդեցություն ունենալ։ Ու այդ ինչու չեք դատում, ես չեմ դատողը, դատական իշխանությունը իշխանության 3 ճյուղերից մեկն է։ Ես չեմ կարող դատել։ Ես դա չգիտեմ ինչ աղերսանքով ասեմ, անկալելի է իմ համար այդ մեղադրանքը։ Ես ընդունում եմ այդ մեղադրանքը եւ ասում այո, մենք բավարար չափով կարողա չենք կարողացել դա բարեփոխումները այն իրավիճակի հասցնել, որ այդ գործերի ընթացքը այդքան երկար չտևի։ Բայց դա Քոչարյանը մեղադրեց ձեզ, ասում է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրել էիք, բա պատերազմի օրոք ինչ օգնություն էիք ակնկալում։ Ինչու փչացրեցիք։ իրականություն ոչ մեկին, ոչ մյուսին չեմ լսել։ Ոչ ժամանակ, ոչ նյարդեր, ոչ այդքան ուժ ունեմ, ես ընդհանրապես տեսել եմ տենց մամուլում հայտնված տարատեսակ դրվագներ, չի ուզենա իրականում իրանց անդրադառնալ։ Անկեղծ եմ ասում, հայ հասարակության ստեղն են իրանց սատելիտները, իրանց այդ խոսույթը, մենք այլևս էլ ոչ ժամանակ, ոչ նյարդեր պետք է չծախսենք նրանց մեկնաբանելու վրա։ Ես առաջի օրվանից էլ գիտենք, որ հակահայ, հակահայկական, հակապետական հայտարարությունների մոլուցքով մարդ է նստած եղել մեր երկրի գլխին 10 տարի առնվազն։ Եվ ցավում եմ դրա համար, ուրիշ բան չեմ կարող։ Ինչով է հակահայ օրինակ։ Հայերն են պատերազմ հրահրել,
նախորդ հացազրույցներ կարծում չէ, տենց հայերն են հիմա Հայաստանի Հանրապետությունն է հրահրել, դա գիտեք ինչ ծանր մեղադրանք է պետության նկատմամբ։ Գիտեք ոնց կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ես ընկալում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի շատ կներեք արտահայտությունից համար, բայց ոտքերին էլ չի, թե Հայաստանի Հանրապետությունը հետագայում ինչ պարտավորվածություններ կունենա, օրինակ միեդի գործով, որ հիմա վերջերս հանգուցալուծվեց մարտի 1-ի գործը, թե ինչ պարտավորություններ ունի, ինչ գումարներ, փոխհատուցումներ պետք է Հայաստանի Հանրապետությունը տա այդ մարդկանց։ Ես գիտեմ, որ նրա խոսքերը օդում կարող են այդպես ավառնել եւ չպատկերացնի, թե չնայած պատկերացնում է այդ դիտավորությամբ, որտեղ մեկ անգամ ասելուց հետո այդ զայրույթը, որ տեսա, որ պետք չի հայերին մեղադրել Ադրբեջանին մաքրագործելու համար, երկրորդ անգամ ակրկնում են բանը։ Դա ուղղակի հերթական անգամ գիտեք ինչ է ապացուցում, թե մեկը, թե մյուսը։ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, բանակցային գործընթացը անընդհատ արձակում են հացազրույցներում։ Եվ այդ թեման նրանց համար մշտապես եղել է քաղաքական դիվիդենդի հաց։ Չի եղել մարդկային կյանքերի, իրականում Լեռնային Ղարաբաղի համար ցավ, այդ հողի համար ցավ, մարդկանց համար ցավ, չի եղել այդ ամեն ինչը երբեք եւ երբեք։ Նրանք անընդհատ մինչեւ օրս շահարկումների դաշտ են տանում, որպեսզի դիվիդենդ շահեն, որտեվ այլ նպատակ չկա այդ թեման մենակ մի լրագրողի կամ երկու բլոգերի առաջ բացելու։ Եթե դու իրապես ուզում ես, որ հասարակությունը հարցերի պատասխան չստանա, գնա բանավեճի, ինչի չես գնում։ Եվ այդ նամակը Սերժ Սարգսյանի, քանի որ այդ բանավեճի թեման բացեցիք, ինչի մասին է ի վերջո, որ պետք է հրապարակվի, դուք տեղյակ եք։ Հրապարակվեք, տեսնեք։ Ինչ կլինի դրանից հետո։ Ոչ մի բան, մենք կարծում ենք, որ հասել ենք այն փուլին, որ բանակցային գործընթացի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ հրապարակելուց առնվազն այժմյան բանակցություններին չի կարող վնասել, որտեղ արդեն իսկ բանակցված է փաստաթուղթը, պայմանագիրի նկատի ունեմ եւ այս պարագայում ընդհանրապես հասարակության աչքերն են բացվելու, այնպես ինչպես մեր աչքերն են բացված եւ ինչի ենք մենք այսքան վստահ խոսում, որ Լեռնային Ղարաբաղը եղել է քաղաքական դիվիդենդ, եղել է գործիք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, ոչ թե Լեռնային Ղարաբաղը սխալ չասեմ։ Եվ վերջում Տիկին Մինասյան, այդ փաստաթղթերը հրապարակելուց Հայաստանը ինքնուրույն է որոշում կայացրել, թե օրինակ Ադրբեջանի հետ է խորհրդակցել որպես կողմ, այլ ենթատեքստով չեմ տալիս հարցը, կամ համանախագաների հետ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, իրենց այդ քննարկում ունեցել է, թե ինքնուրույն որոշել է, որ պետք է հրապարակի։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկատվությունը չեմ տիրապետում, եթե այնպիսի բան լինի բանակցային գործընթացում, որ պետք է երկկողմ համաձայնություն ունի գաղտնազերծման այդ պարագայում, դա մի քիչ արդեն տեխնիկական հարց է, էլի, երևի բանակցելու, ես չեմ կարող այս մասին ասել, չեմ կարծում, որ նման բանակցություն տեղի է ունեցել։ Չեմ կարծում, բայց գիտեմ պատասխանը եկեք սենց ասեմ։ Շատ լավ, կցանկանայի նաև Նիկոլ Փաշինյանի անտեսված առաջարկին էլ անդրադառնային, բայց քանի որ ժամանակը սպառվեց, դա էլ թողենք մեկ ուրիշ անգամ։ Շնորհակալություն։ Անդրադառնամ էլի մեկ Մեկ րոպե ունեք դուք։ Շնորհակալություն։ Խնդրում եմ բոլոր այն մեր հայրենակիցներին, ովքեր ուզում են իրապես հասկանան, թե անվտանգության համար ինչ է անում այս իշխանությունները, թե պետական սահմանների կահավորման, ինչպես նաև ռազմատեխնիկայի մասով ինչ է անում, Նիկոլ Փաշինյանը իր էջում հրապարակել է էլեկտրոնային հասցե, որին կարող եք խմբով դիմել եւ այցելել այն տարածաշրջաններ, որտեղ արդեն կառուցված են այդ պաշտպանական շրջանները եւ ես վստահեցնում եմ ձեզ այդ այցելությունից հետո ձեր տպավորությունները այլևս չեն լինելու այնպեսին, ինչպեսի եղել են դրանից առաջ մեր պետական անվտանգության մասով։ Շնորհակալ Հարգելի քաղաքացի, բայց դուք կարող եք լինել փայլուն հոկեբան կամ փայլուն այլ օդաչու կամ, չգիտեմ, ուսուցիչ եւ չհասկանալ, թե ձեզ ինչ են ցույց տալիս եւ որևէ ով է բացատրելու, որ դա իսկապես փայլուն բան է, դա մնալու է օդից կախված։ Շնորհակալություն։ Դուք այցելել եք, խնդրում եմ այցելեք, նոր ասեք, այցելեք, դες կբացատրեմ, նոր կասեք տենց բան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։